Ողջույն, եթերում հարցազրույցն է, զրուցելու եմ միգրացիոն հարցերով փորձագետ Տաթևիկ Բեժանյանի հետ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ Տիկին Բեժանյան հրավերն ընդունելու համար։ Փոփոխություններ են տեղի ունեցել Ռուսաստանի միգրացիոն օրենսդրության մեջ։ Սա այն հարցն է, որը մեզ մասնավորապես շատ է վերաբերում, որովհետև մենք արտագնա աշխատանքի մեկնողներ շատ ունենք մեր երկրից։ Ինչ փոփոխություններ են դրանք եւ արդյոք խստացումներ են։ Շնորհակալ եմ այս հնարավորության համար, այո, խստացումներ են այդ փոփոխությունները եւ դրանք շարունակությունն են այն փոփոխությունների, որոնք արդեն իսկ սկսվել էին 2021 թվականից եւ 2025 թվականին այս փոփոխությունները ավելի լայն ծավալով ուժի մեջ մտան, վերաբերվում են բոլոր օտարերկրացիներին, այդ թվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Արդեն իսկ հունվարի 1-ից մենք ունենք փոփոխություն, որը եւս խստացում է, վերաբերվում է գտնվելու ժամկետին Ռուսաստանի Դաշնությունում։ Եթե մինչև 25 թվականի հունվարի 1-ը մեր քաղաքացիները որպես ոչ վիզային ռեժիմի երկրների քաղաքացի Ռուսաստանի Դաշնությունում տարվա ընթացքում յուրաքանչյուր 180 օրվա մեջ կարող էին գտնվել 90 օր, սա վերաբերվում է ոչ աշխատելու նպատակով մեկնողներին, ապա 2025 թվականի հունվարի 1-ից այդ ժամկետը կրճատվել է 2 անգամ եւ այլևս դարձել է տարվա ընթացքում 90 օր, գումարային 90 օր։ Նորից եմ կրկնում, որ սա չի վերաբերվում աշխատելու նպատակով մեկնողներին։ Սա վերաբերվում է ոչ աշխատելու նպատակով մեկնողներին։ Օրինակ, եթե ընտանիքի անդամներ գտնվում են Ռուսաստանի Դաշնությունում եւ ծնողները ցանկանում են օրինակ հյուր գնալ իրենց զավակներին, կամ եթե օրինակ բեռնատար կամ մարդատար մեքենայի վարորդներ են, որոնք ուղևորական բեռնափոխադրումներ են անում դեպի Ռուսաստանի Դաշնություն, նրանց եւս վերաբերվում է այս փոփոխությունը։ Այն նրանց համար սա բավականին լուրջ խնդիր է, որովհետև բեռնափոխադրումներ կազմակերպող իրականացնող կազմակերպությունները հիմա բավականին ծանր վիճակում են հայտնվել, որ իրենց վարորդները տարվա ընթացքում գումարային 90 օրից ավել չեն կարող գտնվել Ռուսաստանի Դաշնությունում, այլապես նրանք մուտքի արգելք կստանան։ Եվ առնվազն 3 տարով, իսկ ինչքան երկար մնան ՌԴ տարածքում, ժամկետը կարող է այնքան երկարել, 3-ից 10 տարի ժամկետով կարող է չկարողանան մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն։ Անշուշտ սա խնդիր է եւ սա խստացում է։ Իսկ աշխատանքի մեկնողների համար ինչ խստացում է։ Աշխատանքի մեկնողների համար գտնվելու ժամկետը շարունակում է մնալ աշխատանքային պայմանագրի ժամկետով։ Հաշվի առնելով, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ երկրի քաղաքացի է եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Ռուսաստանի Դաշնությունում աշխատելու համար թույլատվական բնույթի փաստաթղթի կարիք չունեն, ինչը ունեն օրինակ ոչ ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիներ, օրինակ Ուզբեկստանի, Տաջիկստանի քաղաքացիները, որոնք Ռուսաստանի Դաշնությունում աշխատելու համար պետք է ստանան պատենտ, այսինքն քննություն հանձնեն, ստանան պատենտ։ Մեր քաղաքացիները, որպես ԵԱՏՄ անդամ երկրի քաղաքացի, ընդամենը պետք է կնքեն աշխատանքային կամ ծառայությունների մատուցման պայմանագիր գործատուի հետ եւ պայմանագրի ժամկետով կարող են օրինական գտնվել Ռուսաստանի Դաշնությունում։ Խնդրում եմ մեր քաղաքացիները անպայման հաշվի առնեն, որ երբ որ իրենց պայմանագրի ժամկետը լրանում է կամ դադարեցվում է որևէ կողմի կողմից պայմանագիրը, ապա իրենք ունեն ընդամենը 15 օր հաջորդ պայմանագիրը կնքելու համար։ Այլապես պետք է լքեն ՌԴ տարածքը, որովհետև կդառնան անօրինական, դրանից բխող հետևանքներով։ Իսկ որոնք կարող են լինել այդ հետևանքները, եթե իրենք դառնան անօրինական։ Մուտքի արգելք կամ արտաքսում։ Մուտքի արգելքն էլ էլի ինչքան երկար մնան առանց պայմանագրի, այնքան երկար կտևի 3-ից 10 տարի ժամկետով։ Վարչական կամ այլ բնույթի իրավախախտումներ կատարած օտարերկրացիների նկատմամբ ինչ մեխանիզմներ կան կիրառելու։ Հետաքրքիր հարց է, նամանավանդ, որ փետրվարի 5-ից ուժի մեջ մտավ արտաքսման ռեժիմը կամ ռեժիմ Վիսիլկին, որը իր հետ բերեց նաև մեկ երևույթ վերահսկվող անձանց ռեեստր կամ վերահսկվող անձանց ցանկ, ցուցակ, որտեղ հայտնվում են մարդիկ, որոնք կատարել են որևէ խախտում։ Այդ թվում իրենց ռեգիստրացիայի կամ միգրացիոն հաշվառման ժամկետից ավելի երկար են գտնվել, այսինքն ես ուզում եմ մեր քաղաքացիները հստակ իմանան, որ միգրացիոն հաշվառման ժամկետը մոտենալուց առաջ իրենք պետք է արդեն դիմեն ժամկետը երկարացնելու համար, որովհետև ժամկետը լրանալու պահից սկսած իրենք այլևս որևէ օր չունեն այդ ժամկետը երկարացնելու համար։ Հենց լրացավ պետք է լքեն ՌԴ տարածքը, այլապես իրենք կհայտնվեն անօրինական կարգավիճակում։
Եվ շատ կարևոր է, որ իրենք իմանան, որ այսուհետ փետրվարի 5-ից սկսած, եթե իրենց գտնվելու ժամկետը այն է, ռեգիստրացիայի կամ միգրացիոն հաշվառման ժամկետը լրանում է, եւ իրենք այդ ժամկետից ավել չեն երկարացնում, շարունակում են մնալ, իրենք կարող են հայտնվել վերահսկվող անձանց ռեեստրում։ 21 թվականի նոյեմբերի 29-ից սկսած անձինք պարտավոր են Ռուսաստանի Դաշնությունում անցնել պարտադիր բուժզննում եւ հանձնել մատնահետք։ Եթե ժամկետի մեջ անձինք չեն անցնում այդ պրոցեդուրաները, իրենք եւս կարող են հայտնվել այս ռեեստրում։ Եթե պայմանագրի ժամկետը լրացել է, ժամկետի մեջ նոր պայմանագիր չի կնքել, անձը կարող է հայտնվել այս ռեեստրում։ Եվ այսպես, բազմաթիվ նաև վարչական այլ խախտումների դեպքում անձին կարող են հայտնվել վերահսկվող անձանց ռեեստրում։ Իսկ այդ ռեեստրում հայտնվելը դա պարզապես ինչ որ ցուցակում անունը գրվել չէ, դա իր հետ բերում է հետևանքներ։ Իսկ որոնք են այդ հետևանքները, առաջին հերթին անձանց բանկային հաշիվները սառեցվում են եւ անձինք որևէ գործարք չեն կարող կատարել։ Շատ հաճախ մարդիկ իմանում են, որ իրենք հայտնվել են ռեեստրում, երբ որ բանկային հաշիվները սառեցվում են։ Հաջորդը առանց ոստիկանի թույլտվության իրավունք չունեն լքելու իրենց բնակության վայրը։ Որևէ գործողություն, որևէ պետական կամ մասնավոր կառույցի հետ իրենք չեն կարող իրականացնել։ Օրինակ, գնել կամ վաճառել անշարժ կամ շարժական գույք, գրանցել ամուսնություն, երեխային դպրոց տանել եւ այսպիսի բազմաթիվ գործողություններ, որոնք ուղղակի անձի գործունեությունը լիովին սահմանափակվում է, եթե ինքը հայտնվում է ռեեստրում։ Դեռևս մինչև ապրիլի 30-ը Ռուսաստանի Դաշնության նախագահի հրամանագրով հնարավորություն կա այս ռեեստրում հայտնված անձանց օրինականացնելու իրենց գտնվելը ՌԴ-ում։ Առայժմ մինչև ապրիլի 30-ը ովքեր չօրինականացրին, պարտավոր են լինելու կամ լքել ՌԴ տարածքը, կամ նրանք հետո կարտաքսվեն։ Անշուշտ կա խոսակցություն, որ հնարավոր է այդ ժամկետը երկարաձգվի, բայց դեռևս Ռուսաստանի Դաշնության որևէ պետական կառույց այդ մասին հայտարարություն չի արել, ուստի չեն կարող ասել դա կերկարացվի թե չի երկարացվի, դեռևս ժամկետը սահմանված է մինչև ապրիլի 30։ Սա նորություն է, սա փետրվարի 5-ից է ներդրվել, երբ որ ներդրվեց վերահսկվող։ Այսինքն մենք չենք կարող ասել, որ այս պահի դրությամբ այդ ցանկում կան Հայաստանի քաղաքացիներ, մենք անշուշտ կարող ենք ասել, որովհետև իհարկե մոտ 40,000 մարդու մասին է խոսքը, որ հայտնվել են այդ ռեեստրում։ Անշուշտ այդ ռեեստրը, ինչպես ՌԴ գործընկերներն են ասում, 6 ժամը թարմացվում է, այսինքն նրանք, ովքեր օրինականացնում են, ներկայացնում են համապատասխան փաստաթղթեր, վերականգնում են փաստաթղթերը դուրս են գալիս ռեեստրից, իսկ նրանք, ովքեր ունեն խախտում, նորից հայտնվում են կամ հերթական անգամ կամ նոր հայտնվում են այդ ռեեստրում։ Այսինքն սա անընդհատ փոփոխվող process է, մի մասը դուրս է գալիս, մյուսները ներառվում են ռեեստրում, եւ այս ռեեստրը ներդնելուց հետո բավականին ծանրաբեռնված աշխատանքում հայտնվեցին Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի տարածքային մարմինները, որովհետև իրենց էին դիմում քաղաքացիները, որպեսզի դուրս գան ռեեստրից կամ եթե իրենք իսկապես բոլոր փաստաթղթերը օրինական են եւ թյուրիմացաբար են հայտնվել այդ ռեեստրում, կամ պատճառը իմանան, կամ իրենց հանեն ռեեստրից։ Նման դեպքեր էլ կան։ Անշուշտ։ Հայերի շրջանում եւս։ Անշուշտ, այո։ Առնվազն 500 ՀՀ քաղաքացու, մի քիչ ավելի, մինչև մարտի 31-ը, իսկ ապրիլի ընթացքում դեռ չենք ամփոփել տվյալները, երբ որ դիմել են, ապրիլի վերջում կամփոփենք ապրիլի ընթացքում դիմացներին, մարտի 31-ի դրությամբ շուրջ 500 ՀՀ քաղաքացի արդեն իսկ դիմել էր խնդրով, որ իրենք հայտնվել են վերահսկվող անձանց ռեեստրում եւ օգնել ենք այդ քաղաքացիներին, որ օրինակ դիմումներ գրեն Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի տարածքային մարմիններ կամ գլխավոր վարչություն, որ անձանց կամ հանեն ռեեստրից կամ գոնե պատճառը ասեն ինչու են հայտնվել, հատկապես որ խախտվան համար։ Անշուշտ եղել են քաղաքացիներ, որոնք տեղյակ են եղել, ինչ խախտում են ունեցել, մի մասը լքել է Ռուսաստանի Դաշնության տարածքը, մի մասը վերականգնել է այդ փաստաթղթերը։ Այդ խախտումները նաև Ռուսաստանի գործող օրենքների խախտումներին վերաբերող է։ Դրանք բոլորը Ռուսաստանի գործող ժամկետը երկար են մնացել, ոչ միայն որ աշխատանքային պայմանագիր չունեն եւ այլն եւ այլն։ Այո, դրանք բոլորը եղել են Ռուսաստանի Դաշնության գործող օրենքների խախտումներ։ Ձեր թվարկածները եւս Ռուսաստանի Դաշնության գործող օրենքների խախտումներ են։ Այսինքն հնարավորություն կա, որ այդ ռեեստրում
հայտնված անձինք ներկայացնեն բոլոր փաստաթղթերը, վերացնեն պատճառաբանությունը եւ դուրս գան ցանկացած պարագայում։ Այդ ժամկետը մինչեւ ապրիլի 30-ն է։ Ապրիլի 30-ից հետո այդպիսի հնարավորություն չեն ունենա։ Հայտնվածները այլևս չեն կարողանալ դուրս գալ։ Հայտնվածները կամ կարտաքսվեն կամ իրենք պարտավոր են լինելու լքել ՌԴ տարածքը։ Այդ պարագայում նորից Ռուսաստանի Դաշնության տարածք մուտք գործելու հնարավորություններ թույլ տված չեն։ Եթե կստանան մուտքի արգելքի ժամկետով չեն կարող մուտք գործել։ Դրանից հետո կարող են։ Դրանից հետո, երբ որ արգելքը դուրս կգա, կարողանան։ Լավ, Տիկի Բեժան, նոր պայմաններ կան Ռուսաստան մեկնել ցանկացող օտարերկրացիների, մասնավորապես հայաստանցիների համար։ Հատուկ հայաստանցիների համար որևէ փոփոխություն չի արվում, բնականաբար, արվում են օտարերկրացիների համար եւ այդ թվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար նոր փոփոխությունները, որոնք արդեն ուժի մեջ են մտել ապրիլի 1-ին, ամենամեծ ծավալը վերաբերվում է երեխաների դպրոց հաճախելուն, ապրիլի 1-ից պարտադիր է ռուսերենի քննություն հանձնել դպրոց ընդունվելու, դպրոց գնալու համար եւ դա վերաբերվում է ոչ միայն առաջին դասարան գնացողներին, բոլոր դասարաններին, առաջինից 11-րդ դասարան հաճախելու համար օտարերկրացիները, այդ թվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, երեխաները պարտավոր են հանձնել քննություն եւ թեստի հարցերի 90%-ին պետք է ճիշտ պատասխանեն, այլապես չունեն հնարավորություն, չի տրվի նրանց հնարավորություն կրթությունը շարունակելու Ռուսաստանի Դաշնության դպրոցներում։ Սա ապրիլի 1-ից ուժի մեջ է մտել, այո, դա էլ է լուրջ խստացում եւ պատճառաբանվում է, որ Ռուսաստանի Դաշնությունում բավականին մեծ թվով օտարերկրացի երեխաներ են սովորում եւ ռուսերենի չիմանալը խոչընդոտում է ամբողջ դասարանի կրթության որակը բարձրացնելուն։ Այսինքն, եթե երեխաներ կան, որոնք չեն հասկանում այն, ինչ ասում է ուսուցիչը, դա խանգարում է, որպեսզի դասապրոցեսը նորմալ կազմակերպվի եւ համարում են, որ դրանով պայմանավորված պետք է բոլոր երեխաները տիրապետեն ռուսաց լեզվին, այլապես չեն ունենա հնարավորություն կրթություն ստանալու Ռուսաստանի Դաշնությունում։ Հաջորդ փոփոխությունը ակնկալվող փոփոխություն է, որը հունիսի 30-ին է ուժի մեջ մտնելու վերաբերվում է ոչ վիզային ռեժիմի երկրների քաղաքացիներին, այդ թվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հունիսի 30-ից սկսած Ռուսաստանի Դաշնություն մեկնելու համար, մեկնելուց առնվազն 72 ժամ առաջ պետք է բջջային հավելվածով տեղյակ պահել, որ անձը պատրաստվում է մեկնել Ռուսաստանի Դաշնություն։ Եվ արտակարգ իրավիճակների դեպքում առնվազն 4 ժամ առաջ պետք է տեղյակ պահել, որ անձը մեկնում է Ռուսաստանի Դաշնություն։ Դա գրանցման նոր համակարգի մասին է։ Այո, եւ անձը պետք է ստանա կոդ, եթե այդ կոդը չունենա, սահմանապահը նրան թույլ չի տա, որ մուտք գործի Ռուսաստանի Դաշնություն։ Համակարգը կոչվում է RUID, այն դեռևս չի գործարկվել, դեռ մշակման փուլում է, հույս ունենք, որ հունիսի սկզբին կգործարկվի, շատ հույս ունենք, որ կհասցնենք բավականին իրազեկվել տեղեկանալ համակարգի աշխատանքի վերաբերյալ եւ նաեւ հնարավորություն կունենանք մեր քաղաքացիներին իրազեկելու, ինչպես է այն աշխատում, ինչպես գրանցվել, ինչպես տեղեկացնել, ինչպես ստանալ կոդը եւ այլն։ Առայժմ վստահորեն գիտենք, որ դա չի վերաբերվելու Բելարուսի քաղաքացիներին եւ չի վերաբերվելու դիվանագետներին ու նրանց ընտանիքի անդամներին։ Այլ կատեգորիաներ, այլ նպատակով ՌԴ մեկնողներ դեռևս չկա որևէ տվյալ, թե օրինակ եթե անձը կարճաժամկետ է մեկնում, պետք է դիմի թե ոչ, առայժմ միայն այս երկու կատեգորիայի մասին ունենք տվյալ, որ իրենց չի վերաբերվելու, մնացած բոլորին վերաբերվելու է 72 ժամ առաջ տեղեկացնել, այսինքն տվյալները լրացնել, ստանալ արցանց։ Դա նշում են, որ լինելու է գոսուսլուգի անալոգը օտարերկրացիների համար, որտեղ իրենք լրացնելու են իրենց տվյալները եւ աստիճանաբար անցում է կատարվելու մի նոր համակարգի, որը կոչվում է թվային պրոֆիլ։ Ռուսաստանի Դաշնությունը ներդնում է բոլոր օտարերկրացիների համար թվային պրոֆիլ։ Սա նշանակում է, որ մեկտեղվելու են օտարերկրացու բոլոր տվյալները, եթե հիմա նա առանձին անում է միգրացիոն հաշվառում, այսինքն ռեգիստրացիա, անցնում է բուժզնում, ստանում տեղեկանքներ, հետո մատնահետք ստանում մատնահետքի քարտ, հետո հարկայինից իր հարկերի վճարման տեղեկանքներ եւ այլն, ապա այս դեպքում ամբողջ տեղեկատվությունը մեկ պրոֆիլով, էլեկտրոնային պրոֆիլով է ձևակերպվելու, որտեղ լինելու են այս բոլոր փաստաթղթերը եւ
իր աշխատանքի վերաբերյալ տվյալները եւ առողջության եւ մատնահետքի եւ հետագայում կա քննարկում, որ նաեւ դրա մեջ կներառվեն բացի կենսաչափական տվյալներից նաեւ գենոմիական տվյալներ։ Այս պահին դեռևս կենսաչափականն է միայն լրացվելու եւ բոլոր օտարերկրացիները ունենալու են իրենց էլեկտրոնային պրոֆիլները։ Տիկին Բեժան, դիցուկ անձը չի հասցրել 72 ժամ առաջ տեղեկացնել կամ գրանցել, որ ինքը ցանկանում է կամ ինքը չի կարող մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն։ Իսկ եթե դա անձի մեղավորությամբ չէ, ասենք տեխնիկական որևէ խնդրի պատճառով է եւ այլն, որևէ բացառություն օրենքը չի թողել։ Այս պահին դրա մասին դեռևս խոսք չկա։ Ես նույնիսկ եմ ասում, քանի որ համակարգը դեռ չի գործարկվել, ուստի ասել թե ինչպես կաշխատի դժվար է։ Կգործարկվի գերեվա։ Դա աշխատանքային միգրանտների համար բավականին դա բոլորի համար է լինելու, այդ թվում աշխատանքային միգրանտների, այո, եւ անձինք պարտավոր են լինելու, եթե պատրաստվում են մեկնել Ռուսաստանի Դաշնություն, պարտավոր են լինելու պահպանել Ռուսաստանի Դաշնության օրենսդրությունը, այդ թվում նաեւ պահանջը մուտքից առնվազն 72 ժամ առաջ տեղեկացնելու Ռուսաստանի Դաշնություն իրենց մուտքի մասին եւ ստանալու հավաստող կոդը, որի բացակայության դեպքում չեն կարող մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն։ Սրանք այն հիմնական փոփոխություններն են, որոնք 2025 թվականի ընթացքում եղել եւ պատրաստվում են ուժի մեջ մտնել։ Որոնք են բացատրություններն ու պատճառաբանություններն այս խստացումների։ Ռուսաստանի Դաշնության պատկան մարմինները նշում են, որ իրենք այս պահին անվտանգության խնդիր ունեն եւ դրանից ելնելով գնում են խստացումների, հատկապես Կրոկուսի դեպքերից հետո հիմնական խստացումները եւ օրենքի փոփոխությունները, օրինակ ռեժիմ վիսիլկին կամ արտաքսման ռեժիմի վերաբերվող հատվածը շատ արագ քննարկվեց Պետդումայում, շատ արագ ընդունվեց եւ արդեն փետրվարի 5-ից ուժի մեջ մտավ եւ մյուս կողմից ուժի մեջ մտավ նաեւ սահմանապահի կողմից անձանց մուտքը Ռուսաստանի Դաշնություն արգելել, այսինքն անձը կարող է դեռևս, քանի դեռ 72 ժամը մտցված չէ, օրինակ գնել տոմս, գալ հասնել սահմանին եւ սահմանապահը կարող է որոշել, որ տվյալ անձը կարող է Ռուսաստանի Դաշնության անվտանգության համար սպառնալիք հանդիսանալ եւ նրան թույլ չտա, որ մուտք գործի Ռուսաստանի Դաշնություն։ Սովորաբար այս դեպքում անձինք մուտքի արգելք են ստանում անժամկետ եւ գրեթե հնարավոր չի բողոքարկել, որովհետեւ սահմանապահը եթե կարծում է, որ տվյալ անձը կարող է սպառնալիք դառնալ պետության անվտանգության համար, սա բավականին լուրջ։ Բայց դա հիմնավորված է ներկայացվում իրենք հիմնավորում են, որովհետեւ օրինակ ստուգում են քաղաքացու հեռախոսը եւ եթե նա որևէ հանցավոր խմբի նկատմամբ ունի օրինակ համակրանք եւ դա արտահայտված է իր որևէ սոցիալական հարթակով։ Այո, շատ հանգիստ կարող է լինել եւ իրենք կարող են ենթադրել, որ ունենալ ներքին համոզմունք, որ անձը կարող է սպառնալիք հանդիսանալ, կարող է նրան թույլ չտալ, որ մուտք գործի Ռուսաստանի Դաշնություն։ Իսկ նպատակներից մեկը կարող է լինել նաև այն, որ Ռուսաստանի Դաշնություն չի ուզում ընդունել այդքան մեծ թվով աշխատանքային միգրանտների։ Չեմ կարծում, որովհետև ամեն դեպքում իրենք ունեն աշխատանքային միգրանտների կարիքը եւ անշուշտ տնտեսվարողները եւս բավական անհանգստացած են, որովհետև իրենք իրապես ունեն աշխատանքային միգրանտների կարիքը, բայց Ռուսաստանի Դաշնության ուժային գերատեսչությունները գտնում են, որ անշուշտ միգրանտները պետք է գան, բայց պետք է գան այն միգրանտները, որոնք պատրաստ են Ռուսաստանի Դաշնության օրենսդրությանը հետևել եւ պատրաստ են Ռուսաստանի Դաշնությունում հարգել Ռուսաստանի Դաշնության օրենքները, ավանդույթները, այսինքն շատ հստակ նշված է, որ եթե կա որևէ փոքր-ինչ կասկած, որ կարող է տվյալ անձը ինչ որ իրավախախտ լինել կամ սպառնալ անվտանգության, ապա նա չպետք է մուտք գործի Ռուսաստանի Դաշնություն։ Եվ ամփոփելով զրույցը, Տիկին Բեժան, ընդհանուր ձեր տեղեկատվությանը տիրապետելով Հայաստանից մեկնող աշխատանքային միգրանտները որ տոկոսով են կարողանում պահպանել Ռուսաստանի գործող օրենսդրությունը եւ ավելի քիչ բախվել խնդիրներին, քան այլ պետություններից եկածները։ Ես ցավոք այդպիսի տեղեկատվության չեմ տիրապետում, ուղղակի կարող եմ ասել, որ տարեկան 80-ից 100,000 աշխատանքային միգրանտ ունենք, որ մեկնում են Ռուսաստանի Դաշնություն աշխատելու եւ առնվազն ռեեստրում հայտնվածների մոտ 40,000 քաղաքացին, որոնց մասին ես նշեցի,
այն հատվածը, որը դիմել էր մեր աջակցությանը, նրանց 40%-ը չուներ որևէ փաստաթղթային խնդիր, նրանք ուղղակի թյուրիմացաբար էին հայտնվել ռեեստրում։ Ուստի այստեղից եզրակացություն անել եւ ասել, թե որքանն են իրավախախտ, որքանն են օրինական գտնվող, ես կդժվարանամ ասել, բայց միանշանակ կարող եմ մեր քաղաքացիներին ուղղակի հորդորել եւ խնդրել, որ հաշվի առեք, որ դուք մեկնում եք օտար երկիր եւ Ռուսաստանի Դաշնությունը մեզ համար օտար երկիր է, ունի իր օրենքները սահմանված, որոնք պարտավոր եք պահպանել, այլապես դուք կդառնաք այդ երկրում անօրինական կամ անկանոն կարգավիճակում գտնվող միգրանտ, դրանից բխող հետևանքներով, այսինքն կամ կստանաք մուտքի արգելք, կամ կարտաքսվեք այդ երկրից, կսահմանափակվի ձեր մուտքը տվյալ երկիր, այնպես որ եթե պատրաստվում եք այնտեղ աշխատել, պետք է մեկնելուց առաջ մաքսիմալ իրազեկված մեկնել եւ մաքսիմալ չխախտել Ռուսաստանի Դաշնության օրենքները։ Բայց ո՞նց է գնահատում իրազեկվածության մակարդակը։ Շատ ցածր։ Քիչ է։ Այո։ Բա ինչով պայմանավորված է։ Պայմանավորված նրանով, որ ես երբ որ նշեցի, որ Ռուսաստանը օտար երկիր է, ցավոք մեր քաղաքացիների շատերը չեն ուզում ընկալել, որ իրենք օտար երկիր են գնում։ Այսինքն իրենք որ պահին որ գիտակցեցին, որ դա օտար երկիր է եւ այնտեղ պարտավոր են պահել այդ երկրի օրենքները, գուցե թե այդ պահից սկսած սկսեն մտածել եւ անհանգստանալ, որ պետք է իրենք առնվազն տեղյակ լինեն, ինչ է իրենց սպասվում։ Մյուս կողմից ավանդաբար Հայաստանից ինչպես են մեկնում աշխատելու։ Լինում են բրիգադներ, լինում է բրիգադիր, որը փորձում է այդ բոլոր փաստաթղթային հարցերը լուծել եւ մարդիկ շատ հաճախ նույնիսկ ջանք չեն թափում, որ իրենք մի փոքր տեղեկանան, այո, ուր են գնում, ինչ են անելու, ինչ ժամկետների մասին է խոսքը եւ ցավոք նույնիսկ դեպքեր ունենք, երբ որ անձինք ուղակի սպիտակ թղթի տակ ստորագրում են, որ իրենց համար պայմանագիր կնքվի, իսկ հետո պարզվում է այդ պայմանագրում չի նշված այն աշխատաժամանակը, այն աշխատանքը կամ այն աշխատավարձ, ինչ որ իրենք նախապես պայմանավորվել էին, իսկ իրենք հետագայում նույնիսկ դատանով չեն կարող բողոքարկել, որ այլ պայմանավորվածություն են ունեցել կամ այլ աշխատանք են կատարել եւ այլ վարձատրություն էին ակնկալում։ Այսինքն նույնիսկ կան տարական բաներ, որոնց մասին ցավոք մեր քաղաքացիները, մեր հայրենակիցները նույնիսկ ջանք չեն թափում իրազեկվելու, կամ շատ հաճախ իրենք մեկնում են Ռուսաստանի Դաշնություն աշխատելու, կնքում են ինչ որ աշխատանքային պայմանագիր իրենց տանտիրոջ հետ, որպեսզի կարողանան իրենց գտնվելը Ռուսաստանի Դաշնությունում պայմանագրի ժամկետով երկարացնել։ Բայց իրենք ցավոք տեղյակ չեն, որ երբ որ իրենք կնքում են այդ պայմանագիրը, իրենք պարտավոր են հարկեր վճարել։ Շատ հաճախ զանգարում ասում են, որ այս պայմանագիրը, որ ես կնքել եմ, մինիմալ աշխատավարձով էր եւ դրա համար հարկեր չպետք է վճարվեր։ Հարգելի, սիրելի Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, Ռուսաստանի Դաշնությունում չկա այդպիսի պայմանագրի տեսակ, որի դեպքում դուք ծառայություն մատուցեք կամ աշխատանք անեք եւ դրանից հարկեր չվճարվի։ Չկա։ Հայաստանում էլ չկա այդպիսի պայմանագիր։ Չի կարող լինել այդպիսի սահմանաչափ, որ դուք հարկեր չվճարեք։ Իսկ եթե դուք նույնիսկ մինիմալ աշխատավարձից ցածր եք նշում եւ զարմանում եք, որ պատկան մարմինները համարում են, որ դա կեղծ պայմանագիր է ու չեղարկում են ձեր գտնվելը, դա իսկապես ունի օբյեկտիվ հիմքեր, որովհետեւ այլապես դուք այդ սիմվոլիկ գումարով ինչպես եք ապրում այդ երկրում, դա նշանակում է, որ դուք ուղղակի պետությանը ակնհայտ կեղծ տեղեկատվություն եք տրամադրում ձեր աշխատանքի կամ աշխատավարձի մասին։ Ուստի, եթե դուք ուզում եք Ռուսաստանի Դաշնությունում աշխատել, ապրել եւ շատ հարկային թնջուկների մեջ չհայտնվել, ամենահեշտ ճանապարհը դառնալ ինքնազբաղված, որի պարագայում դուք ինքներդ եք վճարում հարկը, ոչ թե ձեր գործատուն, ու դուք միշտ գիտեք, դուք վճարում եք թե ոչ, եթե ուզում եք իմանալ ինչպես դառնալ, կարող են զանգահարել մեր թեժգծին, ես միշտ սիրով կպատասխանեմ, կամ մեր թեժգծի աշխատակիցը միշտ սիրով կպատասխանի, ինչպես դառնալ աշխատանք ինքնազբաղված, եւ եթե կարելի է, ես նաեւ թեժգծի համարը նշեմ 096 56 57 67, մենք մեծ սիրով կտեղեկացնենք ինչպես դառնալ ինքնազբաղվածի դեպքում կվճարեն ընդամենը 4% հարկ եւ որպես ինքնազբաղված արդեն իսկ կկնքեն պայմանագիր ծառայությունների մատուցման որևէ գործատուի հետ, նույնիսկ իրենց բնակարանի տանտիրոջ հետ, եւ պայմանագրի ժամկետով կարող են երկարացնել իրենց գտնվելը Ռուսաստանի Դաշնությունում։ Սա թերևս ամենահեշտ ճանապարհն է, որpիսի անձինք կախված չլինեն գործատուի վճարվող հարկերից եւ չվճարելու դեպքում իրենք խնդիր չունենան հետագայում միգրացիոն կամ ոստիկանության ներքին գործերի նախարարության կամ հարկային մարմինների հետ։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Սիրով։ Զրուցակիցս միգրացիոն հարցերով փորձագետ Տաթևիկ Բեժանյանն էր։ Կհանդիպենք։